Խաղաղության պայմանագրի ստորագրման շանսը բաց չթողնելու համար Ադրբեջանը պետք է օր առաջ տեղ եւ վայր համաձայնեցնի Հայաստանի հետ ու այն ստորագրվի։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն է հայտարարել, հավելելով, որ սահմանադրության փոփոխման Բաքվի պահանջը լեգիտիմ չէ։ Եթե նույնիսկ Հայաստանի սահմանադրության մեջ լիներ որևէ տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ, ինչը չկա, բայց նույնիսկ այդ պարագայում խաղաղության պայմանագրի տեքստը ամբողջությամբ լուծում է այդ հարցը եւ մենք ենք, որ Ադրբեջանին ասում ենք, որ պետք է օր առաջ արագացնել եւ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Խանդանյանի խոսքով սա Հայաստանի ներքին հարցն է եւ կառավարող քաղաքական ուժը գտնում է, որ անհրաժեշտություն կա նոր սահմանադրություն ընդունելու, բայց այն որևէ կապ չունի խաղաղության պայմանագրի բովանդակության հետ։ Ակնկալվում է, որ սահմանադրության նախագիծը պատրաստ կլինի մինչև 26 թվականի ընտրություններ եւ քանի որ օրենքը ցույց չի տալիս նաեւ սահմանադրական փոփոխություններ իրականացնել ընտրությունների հետ միասին, հավանաբար դրանից հետո երբ դա հայտնի չէ իհարկե, որտեղ նաեւ սահմանադրության նոր տեքստը պետք է ազգային ժողովը քննի։ Սարգիս Խանդանյանի կարծիքով սա հերթական միջոցն է Ադրբեջանի կողմից ձգձգման քաղաքականության։ Ինչ վերաբերում է գերիների հարցին, հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի ժամկետից անկախ է այդ հարցը։ Որտեղ մենք կարծում ենք, որ գերիները պետք է հիմա վերադասվեն։ Ադրբեջանական կողմից մինչև այս պահը արձագանք չկա Սարգիս Խանդանյանի առաջարկի վերաբերյալ։ Նա օրեր առաջ պաշտոնական նամակով Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամաթ Սեիդովին առաջարկել էր հանձնաժողովների հանդիպում անցկացնել խաղաղության համաձայնագրի նախագծի վավերացման գործընթացի շուրջ քննարկումների նպատակով։ Հաշվի առնելով, որ խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է տեքստը եւ պետք է արդեն բանակցություններ գնան ստորագրման վայրի, տեղի եւ հետագա գործընթացների մասին, որոնց հետևելու է նաեւ վավերացման գործընթացի խորհրդաններում։ Ես պատահամարեցի, որ այս հարցերի շուրջ եւ ոչ միայն այս հարցերի շուրջ խոսել Ադրբեջանի պատգամավորների հետ, որովհետեւ վերջում մենք պետք է սկսենք միմյանց հետ եւ այս առաջարկ ուղարկեցի, մինչեւ այս պահը արձագանք չկա եւ ես հույս ունեմ, որ դրական արձագանք կլինի, այնուամենայնիվ դեռ որևէ ազդակ չկա։ Պատգամավորը որպես առաջին հանդիպման վայր առաջարկել է դիտարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող չեզոք տեղանք։ Նիկոլայ Ավետիսյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։